Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հայրենագիտներ, գտնվենք Քահանայապետական Լևոնյան վարժարանի հարգեններս այն մադրամ մեջ, ուր ժառանգավորները գգազմավորվին եւ ահավասիկ խորանը, որ գտեսնենք այս քեղեցիկ խորանը եւ յետևը Արիել Աջեմյան արվեստագետին այս սրբան նկարը, որ կներկայացնե Աստվածամոր դիմաց Սուրբ Գրիգոր Նարեգացին։ Զուգահեռ մնե շատ կարևոր նաև ցեղասպանության հետ, որտեղ Նարեգավանկը գրեթե մինչև ցեղասպանություն ոտքի էր եւ կանտվի ամբողջությամբ ցեղասպանության դարիներում։ Այսինքն Նարեգացիեն յետ գրեթե հազարամյակը գրծավ թիմանալ նաև ֆիզիկապես նյութապես այս վանական գառույցը, ուր սրբություն գփուրեր շնորհիվ նաև Նարեգացիի ներկայության, բայց կարծեք ցեղասպանությամբ ոչ թե միայն հայ ազգը դուժեց, այլ Նարեգացին ավելի գենտանացավ, ավելի ուժեղ գերբով մեր կյանքերս ներկայացավ։ Գարձեմ մեր կյանքի խորհուրդը կարելի է ներկայացնել պատկերովը այն հաղորդակցության միջոցներուն, ինչպես հեռախոս կամ ուրիշ միջոցներ, որոնք թելով կգաբեն երկու իրականություններ։ Բայց կա նաև հաղորդակցության ձևը, որ առանց թելի է, եւ առանց թելի հաղորդակցության միջոցը չի նշանակել, որ նվազ արագ է կամ նվազ զորավոր, մանավանդ է, ավելի աստեցիկ է, ավելի արագ է, ավելի ուժեղ է։ Նարեգացին այս ուղղությամբ ուղղակի մեզ կգաբե ոչ միայն ցեղասպանության այս ապրումին հետ, նաև կգաբե 5-րդ դարու մեծ հեղինակ եւ մեծ հոգեվորական Եղիշե Վարդապետին հետ։ Եղիշե Վարդապետ այս ուղղությամբ իսկապես մեզի համար մեծ բարգև մգրնա նկատվի եւ շնորհիվ հայ ժողովրդին եւ եկեղեցվո նաեւ բոլոր մարդկության, որտեղ Աստված երբ գնդրե անձը կամ ժողովուրդը ընդհանրապես կսրբացնե զինքը, բայց նաեւ այդ սրբությունը իսպաս կտնե ուրիշներուն։ Նույնը Եղիշեի բարակային։ Վարդանանց Ջագադամարդի եւ ապա բادرազմի թեփքերուն արիտով ամենասուրբ իրականությունը հայ ժողովրդին երեք, ինչպես նաև այսօր, այս գառույցներն էին վանքերը, ուխտադեղիները, մադուրները, եկեղեցիները, որտեղ հոնե որ աստվածային խորհուրդը մարմին գառնե եւ մեր մեջ կփնագի, մեզ գսնուցանե եւ գերբովը մեզի ինքնություն գուտա եւ գփոխադրե անտենական կյանքի մեջ։ Երբ պարսկական բանակները գքրավեն Հայաստանը եւ խումբը նաեւ մեր ասկայիններ գանչadvին այդ սուրբ ուխտեն եւ գմիանան ոչ ուխտաբահ այս քունտին եւ հետեւաբար նաեւ օդարներուն գսկսին գործանել այնինչ որ ամենասուրբն էր մեր կյանքերս, բայց ոսե որ Եղիշե Գուկա լուսապանելու եւ ասելու մեզի թե նայեցեք մի մտահոգվիկ, որովհետեւ ցեզ մե ամեն մեկը գենտանի դաջար դարձավ եւ այլևս չեն գնար վնասացնել ցեզի։ Հոսե որ բոլոր այդ խաղապարախոսությունը որ գա, որ գլուսավոր է մեր կյանքը, ինչպես ինքը փորձած էր հասկանալ Վարդանի նաեւ թավաջանության փորձառությունը թե ինչ բանի մեջ կայացած էր եւ հոսե որ շատ սերտ գապ պիտի տեսնենք նաև Նարեգացիի հետ, գահասնի ասելու, որ մահ իմացյալ անմահություն է։ Գտապանցե իմաստին մեջ եւ մեզի կարևոր ուսուցման մասին գխոսի, որ Հովհաննես Ավետարանիչ իր ավետարանի մեջ հստակորեն գարդահայտ է։ Հավատացակ եւ ձանյակ մեր կյանքին իմաստը է Փամ ընդունիլ հավատալ, բայց հասնիլ նաև անոր հասկացողության մեջ,
Այսինքն թափանցել եւ քիդագից դառնալ, թե ինչն էր, որ մեր կյանքին հիմքը եւ սույնն էր։ Հետևաբար ըսելը, որ այլևս նույնիսկ եթե արդակին դաջարը կանտեցին, մի մտահոգվիկ, որովհետև անկագդելի դաջարը գա եւ թուգ է գասիգա եւ ասիգա հավիդենական արժեք ունի, գկարծեմ, որ չափեն ավելի կարևոր գետ մնե, որ մեզի պետք է օգնե, որ չի վհադինք, երբ այսօր իր բոլոր դխրությամբ, ողբերգականությամբ կտեսնենք եւ գաբրինք միջին արևելքի քրիստոնյաներու վիճակին եւ նաեւ մեր ասկայիններուն անշուշտ, թե ինչպես բադմական մեր այս գարույցները, որ թարեր ամբողջ թիմացեր էին, այսօր փոշի պես կանհետանան։ Անհրաժեշտությունը Եղիշե վարդապետի մխիթարական խոսքին եւ ճշմարտության գարձեմ, որ այսօրվա օրս ավելի կարևոր է մեզի գուցե կան երեք։ Եվ ոսե որ Հիսուսի ալգուկանք եւ ճիշտ այսօրվա ընթերցումը, որ գա եւ Հովնամ Մարգարեի հիշադակը, ուր գհիշեցնե եւ գսե կագեցեք այս տաճարը եւ ես 3 օրեն պիտի կանգնեմ։ Դուք գստիբեք, որ ես ցեզի նշան մտամ, ուրիշ նշան պիտի չի դրվի, եթե ոչ Հովնամ Մարգարեի նշանը։ Հետևաբար անդրադառնալ եւ հավատալ եւ գիտակցիլ, որ գործանեցեք ինչ որ գա եւ ես ամեն բան ձայերեն պիտի վերականգնեմ եւ ավելի անկագդելի գերբով, որ հավիդենական պիտի դեվե, ասիգա սիրելիներ մեծ մարդահրավեր մնե հավատքի եւ կյանքի ըմբռնումի եւ համոզումի։ Եթե այս արժեքներուն հավատանք, մեր կյանքը դարբեր իմաստ կառնե, գրնանք հասնել մենք ալ գրկնելու եւ ասելու մահ իմացյալ անմահություն է։ Գրնանք ասել եւ հավատալ, որ նույնիսկ եթե այս մարմինները սպաննենք, գապամը, որ պիտի չկարենա սպանել եւ այս կգոչվի հոգին։ Եվ պիտի ավելցնեմ հոգիեն անտին, որտեղ նաեւ հոգին այս է, խոսքի հոգին եւ սեր։ Դարբեր երեսներն են միևնույն իրականության։ Մեր մեծ նահատակները դարձյալ 5-րդ տարու, որով սնունդ արած է նաեւ նարեկացին, ինչպես բոլոր մեր ժողովուրդի իրական հարազատ ծավալները, երբ 453 թվականին մեր նաեւ ավականին եւ գլխավորապար գղերը Հովսեփ Կաթողիկոս, Ղևոնդերեց, Սահակ եպիսկոպոս գդարվին Բարսկաստան եւ հոմբիդի նահատակվին պիտի մարտիրոսանան, որով գերբոմը նախընթացը գազմելով նաեւ բոլոր այն փորձառության թարերու ընթացքին, որ իր կակատնագետին պիտի հասնի 100-ամյակին, այսին 1915-ի այս ցեղասպանության, երբ Մովբեդան մոքերու մեծը գարաչարգե ասելով նայեցեք վերջին անգամ ցեզի գարելիություն մուգուդամ, որ գարենակ ոչ միայն վերահաստատվի ծեր բաշտոններուն հարստության թիրքի մեջ, այլ ավելին ալ պիտի դանք, միայն ուրացեք Քրիստոս։ Մերինները կպատասխանեն այնպիսի խոսքովը, որ սիրո քերազանց եւ քերակույն արդահայտությունն է։ Գսեն նույնիսկ եթե անմահը լայինք, մենք հանցն պիտի առնեինք սիրով, մեկ մանեգրորդի համար նույնիսկ, ամեն բան ցկել, մահը հանցնարնել եւ նույնիսկ ամբողջությամբ վերջանար մեր էությունը եւ կյանքը մեր սերը հայտնելու համար Քրիստոսի, որ ոչ մեկ բան կբաժնեմես։ Չեն ասեր իրենք, որ մենք գուզենք մեռնել եւ մարտիրոսանալ հավիդյան ապրելու համար, այլ գսեն մենք պատրաստ ենք նույնիսկ հավիդենականությունն հրաժարելու, բացարձակ գերբով այս մանեգրորդի մեջ խդացնելու բոլոր մեր էությունը, հավատքը եւ սերը։ Ասիգա սիրո աննախընթաց եւ քերակույն օրինակն է, որ մարդկությունը եւ մեր նաեւ քրագանությունը գրնար երբեք լսած լալ, բայց մեղ որ ասիգա միայն քրագան սեր չէ, այլ իրական ապրում եղած է մեր մարտիրոսներուն։
Եվ այսպես է, որ հորիզոնի վրա գտեսնվի եւ գերևնա այս լուսապայել մեծ աստղը, որը Սուրբ Գրիգոր Նարեգացի։ Նարեգացին այժմիականությունը այնքան մեծ է եւ այնքան գեղեցիկ, որ հաջող մենք անգամ քիչ կմտածենք։ Գարելի է ամփոփել, որ Նարեգացին գխդացնե իր մեջ իդեալը վանականին։ Մխիթարյան միապանությունը ջիկ մնե վերագանքնելու, բարեգարկելու հայ վանականությունը, որով նույն քիծին եւ հոսանքին մեջ է։ Եվ այս վանականությունը ուրիշ բան չէ, եթե ոչ էությունը մեր եկեղեցվո, որ հոս պետք է ասենք ցավոք սրդի, ցեղասպանության քրետեգան հետանա եւ այսօրվա հայ եկեղեցվո ձիրեններս վանականությունները ընդհանրապես նվիրաբեդական աթոռներու հետ կապված են եւ բադմական այդ մեծ հարստությունը, որ ունեցած ենք, իսկական վանքեր ունենալու եւ վանականություն այսօր ցավոք սրդի քրետեկոյություն ունի եւ որ կգազմե նաեւ աբակայի համար մեր մեծ մարդահրավերը ասկային մեր եկեղեցվո համար գարենալու համար վերակդնել այն մեծ աղբյուրը, որ մե մնայուն գերբով սնունդ արած է մեր եկեղեցին, որով վանականությունը նաեւ իր գարքին մեր դեսությամբ գմարմնացնե եւ գխդացնե նաեւ մարդուն էությունը եւ հոսե որ գուքանք ամփոփելու թե ինչ բանի մեջ էր շատ բարձ երկու խոսքի մեջ է որուն կրնանք ավելցնել երրորդը բիդակ բանին սպասավոր այսինքն անարժան սպասավորներ խոսքին ասոր մեջ գամփոփվի մարդուն վանականին քրիստոնյային հայուն եւ հետեւաբար նարեգացի էությունը բոլոր դիեզերքը բոլոր հորիզոնը իր կյանքին կորձունեության խոսակցության վարմունքին այնինչ որ պիտի բնորոշե իր կյանքը եւ բիծե ինչը իր կյանքի ոճը գախում ունի խոսքեն եւ ոչ միայն խոսքեն Կուցե անտին գրնանք երտալ նաև անտր լեզուեն, որ կնշանակե այն խոսքը, որ մենք գրնանք հասկանալ, որտեղ շատ լայն առում ունի, միայն արդասանված խոսքը չէ, ան ալե մտածումն է նախ եւ առաջ, արդահայտությունն է խոսքի միջոցով, բայց նաև եթե գուզեք բաբանցումն է խոսքին, երբ որ խոսքը ռմբագործվի թրագան կամ բացասական ժխտական մեծ ապրումները խոսքը գբաբանցի եւ գարձեք թև արած գսավարնի անտր լեզույով օրինակներ այս անտր լեզուին գրնանք տեսնել երկին մեջ գրնանք տեսնել արցունքին մեջ գրնանք տեսնել փանաստեղծության մեջ եւ ուրիշ արդահայտություններում Այսօր, երբ որ մեր եկեղեցին խդացուցած է իր հավատքը, որտեղ բարդատրված նաև արդակին աստագները, հալածանքներ կամ ուրիշ որևէ դժվարությունները, ամփոփած է բայուսագիմը մեջ, որ գրծած է միշտ հետը դանիլ եւ եղած է ծիսագադարությունը։ Եվ այս ծիսագադարության մեջ, մասնավորապես երկեցողությամբ, մենք գրծած ենք ամփոփել բոլոր մեր հավատքը եւ ասիգա միայն քեղարվեստ չէ, միայն արդակին մարդկային գիտությունը կամ ասպարեզումը չէ, աս հոգեգանություն է, հոգին մարմնացումն է։ Եվ հոս է որ նարեգացին կալով, նարեգացին աբրած է եւ ունեցած է այնպիսի փորձառությունը, որ իր երդասարտության եւ եղած է շատ հարազատ անցումը ունեցած է մտահոգությունը եւ այս մտահոգությունը գրծած է փարադել օգնել իրեն որ քերազանց է
եւ հասած է ըլլալուն արեգացին, իր ասկագանը եւ նաեւ իր միապանագիցը Անանյան արեգացին, որու սիրտը փանալով հարց տված է, թե գյանքի ամենամեծ դժվարությունը որ գա, հանգույցը, որ անցմուկուց է գտիմակրավ է, նարեգացին եւ մենք գգայանա խոստովանության քաղնիկի մեջ։ Խոստովանությունը խորհուրդները մեկը խոստովանանքը չէ, խոստովանանքը նաեւ անշուշտ ծև մնե խոստովանության։ Խոստովանությունը այն իրականությունն է, որ ամեն մեկերնից գարենա իր սրդի, մտքի, մարմնի, փովեն այդ կերպով մը խոր, եթե գուզենք ինչպես խոր վիրաբեն, իր ապրումները, իր սկացումները, իր մտածումները գարենա այդ մութեն դուրս բերել, արդապերել, հասկանալ, գիտակցիլ, ուղղել, խոստովանել եւ խոստովանությամբ հասցնել կակատնագետին, որ է թավանիլ։ Օրինագով միայն եթե ուզենք բացատրել, այսօր երբ ես սկացումը ունենամ անցիմը հանդեպ, գրնամ գասկածիլ, որտեղ բղդոր սկացումներ են, թե այս սկացումներս իրական սիրո է թե ոչ, նկատմամբ այս անձին, եւ հետեւաբար կփորձեմ լույսի բերել, այսինքն իմ մտութենես գամած հստակել եւ վերջավորության գահասնի իր կակատնագետին խոստովանության, մինչև որ հասնի թավանության։ Ես թավանությամբ գբսագեմ այն սկացումներուց ճշմարտություն եւ գիտակցությունը, որ իմ մեջս մտահոգություն կստեղծեր, հղության վիճակ մը կստեղծեր, որ մե դեղյակ եւ գիտակից չի ամբողջությամբ։ Խոստովանության միջոցով է, որ այս խորհուրդներս լույսի կան եւ գծնին եւ գբսագվին թավանությամբ։ Ահավասիկ առաջին հանգրվանը, որ Սուրբ Գրիգորն արեգացի գգդրե եւ գահաճողի իր գլխավոր զավակը փոխանցել մեզի։ Այս զավակը գգոչվի Մադյան ողբերգության։ Սրտիս հետեցալից առաջանքների, ողբած ձայն աղաղակը վերընծայում եմ քեզ, ով գախնատես Տեր, եւ այրվող հոգուս թախծության կրակի վրա դնելով, սասանած մտքիս ճենճերող իղձերի պտուղը, կամքիս բուրվարով քեզ եմ ծոնում այն, գտած։ Հին օրենքի ողջակեզի թանձրածուղ զոհից ավելի իմ այս պատարակից նայիր ու հոտոտիր այն։ Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճարոտ ու սեղմ խոսքերի բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։ Վանական զոհիս մտքի խոհած սուպսենյակի խորքից ելած կամավոր այս նվերը մեղքերիս բարարտության ճարպով ողջակից վելով թող շուտով բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Լսիր ինձ Աստված, դու որ Աստված ես ամեն մի հոգու, ամեն մի մարմնի, ըստ դավանության Աստվածաշնորհի եւ երկայնամիտ ու բազումողորմ ըստ Սուրբ Հովնանի։ Շնորհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ ավարտին հասնի աղերսամատյանն այս ողբերգական, որ սկսել եմ։ Մադյան, որովհետև ոչ թե գքրե նարեգացին իր կյանքը գարցանակրի եւ գքանտագե մակաղատի վրա, որ գերբովը իր մորթն էր։ Ինչպես գիտենք հիշադակարան մգա, որ գբահվի եւ գբահբանվի մադենատարանի մեջ, ցերկս հողանա, քիրն մնա։ Հավասիկ կվերադառնանք Գարձեք Եղիշեի այդ անձնականացումին մեջ, որ նույնիսկ եթե արդակին շենքը գործանի եկեղեցվո կամ սրբության, մենք կգազմենք անգործանելի, անչնչելի դաջարները Աստուծո հաճելի։ Նույն այստեղ Մադյանը իր կյանքն է, որ գարցանակրվի, գքանտագվի հավիտենական արժեքով եւ ոչ թե միայն կրություն մնե։ Ողբերգության, որ գարձեմ ամենակեղեցիկ արդահայտությունն է, ոչ թե որտեվ գամուշը պիտի գազմե եւ պիտի զուգահեռը ծեվացնի, ինչպես կսեինք ցեղասպանության հետ, որ ագնարկը պիտի ինենք ավելի ուշ, այլ փառը նույնիսկ գարձեմ անգախ բանասիրական եւ ստուկապանական ճշտումները շատ քեղեցիկ է, որովհետեւ եղերերկություն չէ, ողբ չէ, որտեւ ողբ մնե ռմփագործված աբրումի ուշքն ուտենեն եւ հետեւաբար լրության տադաբարդված եւ թև արած անտր լեզույով մը, որ երկ է։ Ողբ մնե, որ երկի թևերով գգազմե նոր իրականությունը, որ գգազմե մեր փրկության նույնիսկ այդ քանցը, այնպես ինչպես խոր վիրաբը, երբ լուսավորիչ դարիներ ամբողջ այդ մտության մեջ, որ մենք իրեն դվինք, գտարնա լուսավորիչը հայ ժողովրդին եւ բոլոր մարդկության, մասնավորապես Իտալիո, որ գլխավոր հրապարակները մեկը, որ հատկապես նոր դարվա եւ ծննդյան շրջանին այդ քեղեցիկ մսուրի իրեղենները ստեղծագործեն, այդ հրապարակը գգրե Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, որտեղ իր մասունքները լուսավորած են նաեւ հերավոր ապերը Նեապոլսո, այսինքն Նապոլի քաղաքին Իտալիո։ Այդ խոր վիրաբին մեջ է մտության, որ լուսավորությունը գսկսի գազմավորվիլ։ Այնպես ինչպես Սուրբ Գրիգոր Նարեգացի, որ նույն անունը գգրեր, այդ իր մտության մեջ սրդի ըսկացումներուն, մտքի փնդրդուկներուն, երբ խոստովանության կհասնի, գուդա բդուղմը, որ այլևս ոչ միայն մութ չէ, այլ փրկարար է, եւ ասոր գիտակցությունը Նարեգացին լրիվ ունի եւ գարտայդ է իր այս գլուխ գործոցի մեջ, որ ավետարանի կամ Սուրբ Գրքի գողքին մեր ընտանիքներու սնարեն ամբագասեր, մասնավորապես մինչև ցեղասպանություն եւ գմախտենք, գարենանք գրգին գիտակցիլ այն արժեքներուն, որ մենք կրնանք գործընծուցած լալ ցեղասպանության արիտով եւ գարենանք յետցերք ցկել եւ արժեվորել եւ ասոնց կարգին բնականաբար նաեւ Սուրբ Գրիգոր Նարեգացի եւ իր մադյան ողբերգությանը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Տախսոտ ոգիով իսպար դակնաբաց, քեզի գաղաչեմ Սուրբ Աստվածածին, մարդկային հրեշտակ, մարմնադեսիլ կերովպե, երկնավոր արքայուհի, օդի պես անխարն, լույսի պես մաքուր, անշաղախ նման բարձրացած արուսյագի պատկերին, քերազանց կան անգոխելի սրբություններու բնագարանը, երանավետ խոստացված վայրը, եթեմ շնչավոր,
անմահագան կյանքի ձար, ոցեղեն սուրովը բարունակված, բարձյալ հոր մեզ օրացած և հովանավորված, հանգիստովն հոգվույն պատրաստված և մաքրագործված, բնակությամբ որդին հարդարված և դաղավարված։ Միածինն է հոր և քո անտրանիգդ, որդիդ է ծնունդով և դերդ է արարչությամբ, անաղարդ մաքրությանդ հետ նաև անփից բարի, անարատ սրբությանդ հետ նաև խնամակալ բարեխոս, քեզ թավանողիս այս աղերսախարն աղոթքը ընդունե և Աստուծո ընծայաբերե իբր քու բաղադանքդ, խառնելով ասոր իմ առաջին քեզի նվիրած ներփողական ճառը, հյուսե միացուր մեղուցյալիս թարն հեծությունը քու երջանիկ և խնգավորված հայցվածքին հետ, ով դու կյանքի դունկ օրհնված բդուղին, որ օգնություն, բարեգործություն կդած միշտ քեզմե և ապավինած մաքուր մայրությանդ և լուսավորված ապրիմ Քրիստոսի համար, որ որդիդ է, ինչպես և դերդ։ Աղոթավոր թևերովդ օգնե, խոստացված քու մայր ողջերուն, և երբ դուրս ելեմ երկրե հովիդեն, առանց նեղության գալեմ դեպի կյանքը, պատրաստված օթևաններուդ, թեթևցնելով վախճանն իմ, որ ծառացած եմ անօրենությամբ, բերգրարիդ դոն դարձուր ինձի իմ տագնապի օրը և այ երկունքը առողջացնող, բարեխոսե, խնդրե, աղաչե, որովհետև անջար մաքրությանդ համար կհավատամ, թե խոսքը տալ կընդունվի։ Արցունքով օգնե ինձի վտանգվածիս գանանց մեջ քովյալդ, ձունգի եգուր հաշտությանս համար ծնողդ Աստուծո, թշվարիս հոգադար եղիր խորամ բարձրյալին, ցերկ դուր ինգածիս դաջար երկնային, փարավորե քու որդիդ քեզմով, որ աստվածորեն ինձ հրաշագործե քավություն և ողորմություն, Աստուծո աղախին և մայ։ Տուն, որ գործնվիս միայն երջանկալեզու ամպից շրտներեն, ահա գաթիլմը գաթեն գուսությանդ, մեջս անձրևելով կյանք ուտա ինձի, ով դու մայր բարձրյալ Տիրոջ Հիսուսին, երկնի ու բոլոր երկրի արարչին, զորթու ծնար անջարելափար, հովանտակ մարմնովն և համայն իր աստվածությամբ, և որ հոր հետ և Սուրբ Հոգին փառավորված է, էյությամբ և անքնությամբ միացած ըլլալով մեր բնության հետ, ինչն է ամենայն ամեն բանի մեջ, իբրև մեկն երրորդու տնեն, որուն գվայլ է բարք հավիդենից, ամեն։ Սուրբ Գրիգոր Նարեգացի իր անունն իսկ Գրիգոր հունարենի մեջ կնշանակե արթուն, հսկող և ահավասիկ Սուրբ Գրիգոր գսե ես գոչվեցա Սուրբ գենթանությանս և գսե ես գիտեմ, որ անսուրբ եմ։ Ինչու գիտե, որ անսուրբ է, որտև խոստովանության ջամփով իր սրդի թաքուն թաքստոցներեն գիտե իր ապրումները, որ մնայուն ցկտում ունի հերանալու գարձես Աստուծմե և ճշմարիտ լույսեն։ Գսե ես ավազանեն գոչվեցա Գրեգորիոս, այսինքն արթուն, հսկող, բայց մնայուն գերբով մահվանքունի մեջ եմ։ Ուրեմն այս գիտակցությունը, որ ծնունդ կուտա ողբերգական ապրումին, որ դխրություն չէ, ոչ ալ ընկճում, որտեղ հոսե որ գոքնեն մեզ այս մեծ անձնավորությունները եւ գեղեցիկ գեդմգայեսուղությամբ, որ լիբանանցի բանաստեղծը Ջբրան Խելիլ Ջբրան լիբանանի մեջ փշերրե քյուը իր ծննդավայրը ներգայիս սարկած են իր թանկարանը եւ այս թանկարանի մեջ կգտնվի Տաթեի վանքեն, որ դերիակ չեն թանկարանի պատասխանատուները ձիսական վարակույրը հայկական, որ
1900-ի սկիզբը դնդեսական դժվարության պատճառով որ պետք է ինվերանորոգել Բարսկաստանի մեջ ներկայիս եկեղեցին գստիվին վաճառել աջուրտի Ամերիկա Միացյալ Նահանգները Նյու Յորք եւ եկեղեցին գրգին նորոգությունները կրնանանել եւ քնողը գլա Ջբրան Խելիլ Ջբրան եւ ինքը ասիգա գքնե հստակ դիդավորությամբ որովհետեւ ներշնչումի գարիք ուներ եւ այս վարակույրի մեծիսական հայկական գկտնե բադասխանը իր հարցատրումին կյանքի արդյոք կարելի է եւ ինչպես պետք է ըմբռնել մեր կյանքի նպատակը որպես երջանկության պնդրդուկ երբ մենք կաբրինք միայն դարաբանկի զոհապերումի մեջ այս վարակույրը նաեւ քծակրական կետնի վրա իրեն պատասխանը գուտա եւ գտեսնե խաչյալը որ արյուն լվա այդ արյունի գաթիլներեն փաժագին մեջ գահավակվի իր արյունը մեզի համար բայց այս Քրիստոսը ժբդաթեմ է ընկճված չէ դխուր չէ զոհապերումի վիճակի մեջ է բայց ոչ ընկճված ոչ դխուր ոչ հուսահատ հոսը որ ուրեմն ինքը գներշնչի նաև իր կորձերուն համար թե ուրեմն ոչ միայն երջանկությունը հագարակ չէ զոհապերումի այլ մանավանդ է անկագդելի անբաժանելի երեսն է երկրորդ երեսն է երջանկության որովհետև վեհանցն սիրո արդահայտությունն է զոհապերումը ուրեմն գտեսնենք ինչպես այսպես նարեգացիի մեջալ այս բոլորը գամ փոփվի մեկ ճշմարտության մեջ որ մենք պիտի փորձենք որոշ տասեր կաղել սպասավոր բանին խոսքի էականությունը մեր կյանքի եւ փրկության ծիրեններս ամեն